Շնորհակալ եմ բարձր դատարան, ես շատ հակիրճ կներկայացնեմ միջնորդությունը, որտեղ հասկացա, որ էլեկտրոնային տարբերակով դատական կազմին չի տրամադրվել։ 26 թվականի հունիսի 14-ի արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է թվով 2 որոշում, 258A որոշումը եւ 259A որոշումը։ 259A որոշումը այն որոշումն է, որը այս պահին վիճարկվում է այս դատարանի առջև։ Թիվ 259A որոշումը իր պատճառաբանական մասում հենվում է թիվ 258A որոշման եզրահանգումների վրա։ Միասնության թվեր կուսակցությունը հայցադիմում է ներկայացել վարչական դատարան ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի թիվ 258A որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Վարչական դատարանը հունիսի 18-ին մերժել է հայցադիմումը վարույթ ընդունել այն պատճառաբանությամբ, որ այս հարցը ընդդատյա է սահմանադրական դատարանին։ 2026 թվականի հունիսի 19-ին Միասնության թվեր կուսակցությունը դիմում է ներկայացրել սահմանադրական դատարան, վիճարկելով ինչպես թիվ 258A որոշումը, այնպես էլ թիվ 259A որոշումը։ Սահմանադրական դատարանը հունիսի 21-ի թիվ ՍԴԱՎ 114 որոշմամբ վարույթ է ընդունել կուսակցության դիմումը միայն թիվ 259A որոշման մասով, համապատասխան պատճառաբանությամբ։ Վարչական դատարանի հունիսի 18-ի որոշումը Միասնության թվեր կուսակցությունը հունիսի 22-ին բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան, քանի որ փաստացի եւ վարչական դատարանը եւ սահմանադրական դատարանը քննության չէին վերցրել 258A որոշման վերաբերյալ Միասնության թվերի դիմումը։ Սահմանադրական դատարանում վիճարկվող 259A որոշումը ինքնուրույն իրավական գնահատում չի պարունակում, այն ամբողջությամբ հիմնված է 258A որոշման վրա, հետեւաբար թիվ 258A որոշման անվավեր ճանաչումը ուղղակիորեն ազդելու է սույն գործով վիճարկվող թիվ 259A որոշման վրա։ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 56 հոդվածի առաջի մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարող է կասնել գործի վարույթը Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատանքային որոշմամբ նախատեսված դեպքերում։ Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն գործի վարույթը կասեցնելը հանգեցնում է սույն օրենքով Սահմանադրական դատարանի աշխատակարգով եւ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներով սահմանված դատավարական ժամկետների ընթացքի կասեցմանը։ Հիմք ընդունելով վերոգրյալը եւ ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 47-րդ հոդվածի առաջի մասի 5-րդ կետով խնդրում ենք կասեցնել սույն միավորված գործի վարույթը մինչև վարչական դատավարության կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 26 թվականի հունիսի 14-ի թիվ 258A որոշման վիճարկման հայցով վարչական գործի քննության ավարտը։ Շնորհակալություն։ Պարոն Դերմյան, ես կխնդրեմ դուք հրապարակեք նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքի 77 հոդվածի 12-րդ կետը։ Կա ձեզ մոտ։ Չէ, չունեմ այս պահին։ Սույն հոդվածում նշված գործերի քննությունը կարող է կասեցվել միայն այն դեպքում, երբ կասեցումը չի խոչընդոտի տվյալ գործի քննությունը սահմանադրության եւ սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետներում ավարտելուն։ Եվ 15-րդ հոդվածը բոլորիս հայտնի է, թե ինչ ժամկետ է սահմանում գործի քննության ավարտի համար։ Այսինքն ձեր կողմից հնչեցված ընդհանուր կանոնին կա բացառություն սահմանված Սահմանադրական դատարանի մասին օրենքի 77-րդ հոդվածով։ Այս պայմաններում դուք եւս պնդում եք այդ միջնորդությունը։ Այո, պնդում ենք բարձր դատարան հաշվի առնելով այն, որ այստեղ այս դահլիճում վիճարկվող թիվ 259A որոշման բովանդակային առումով, պատճառաբանական ամբողջ մասը հենվում է թիվ 258A որոշման վրա, որը ծավալուն կերպով անդրադարձ պատճառաբանություն եզրահանգումներ ունի ոչ միայն ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ, այլև երկու քաղաքական ուժերի ներկայացրած ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումների վերաբերյալ։ Կարելի է։ Համեցեք, պարոն Շաքե։ Պարոն Դերմյան, ձեզ մի հարց ունեմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սույն միավորված գործով վիճարկվող որոշմամբ այդ որոշումը վերաբերում է ազգային ժողով ընտրվելուն եւ մանդատները բաշխելուն։ Տվյալ պարագայում դուք չեք տեսնում այս որոշման ուղղակի կապը Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի վերապահված համապատասխան լիազորությունների հետ։ Այլ խոսքերով ասած, զուտ տեսականորեն, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 259A որոշումը անվավեր է ճանաչվում, սա փաստացի մեխանիկորեն բերելու է նաև 258A որոշման անվավերությանը։ Այո, 258A որոշումը վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ոչ թե ամփոփմանը,
Եվ այդ որոշման վերջնամասում ընդհանրապես նշված է, որ տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Ինչպիսին է ձեր դիրքորոշումը այս մասում։ Բարձր դատան, շնորհակալություն հարցի համար։ Ցավով պիտի արձանագրեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի արտահերթ նիստի ժամանակ տեղ են գտել մի շարք վարչական վարույթին վերաբերող խախտումներ, որոնք իհարկե այս դատարանի առջև քննարկման ենթակա չեն, բայց դրանք էական ազդեցություն են ունեցել որոշման կայացման վրա։ 259-ը որոշումը իր էությամբ ձևական կամ ֆորմալ որոշում է, որտեղ այնտեղ բովանդակային իրավական գնահատականներ չկան։ Ամբողջ բոլոր իրավական գնահատականները եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ընթացքի նախընտրական ժամանակահատվածի քվեարկության օրը տեղ գտած խախտումների վերաբերյալ դիրքորոշումները ամփոփված են 258-ա որոշման մեջ։ Մենք գտնում ենք, որ այդ որոշումը թերի է, չի համապատասխանում մի շարք պահանջներին եւ դրա համար ենք վիճարկել վարչական դատանում, ապա սահմանադրական դատանում։ Իհարկե, ձեր ասածը 259-ա որոշման անվավեր ճանաչումը ինքնին առարկայազուրկ կարող է դարձնել 258-ի վիճարկումը, բայց քանի որ այս դահլիճում հնչելու են դիրքորոշումներ, դիմումներում են առնվազն ներկայացված այդ դիրքորոշումները, հնչելու են պատասխաններ, երրորդ անձի դիրքորոշում, որը վերաբերում է 258-ա որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահայտած դիրքորոշումներին, սրա համար ենք մենք գտնում, որ վարույթը պիտի կասեցվի մինչև 258-ի իրավաչափության հարցի գնահատում։ Ես կարճ ուղղակի փառատելու փորձեմ կարճ փառատել ձեր մտահոգությունը, գուցե դրանից հետո դուք որոշեք այնուամենայնիվ չպնդել, բայց որևէ կերպ չմիջամտելով, հա, իհարկե ձեր ազատությանը։ Եւ տեսեք, այսպես թե այնպես դա մի մեծ վարչարություն է, որը եզրափակվել է այստեղ վիճարկվող որոշման 259 որոշման եւ սահմանադրական դատանը ստուգելու այդ ողջ վարչարության իրավաչափությունը։ Այդ թվում նաև սահմանադրական դատանի ուշադրության ներքո են լինելու 258 որոշման բովանդակությունը եւ դրանով արձանագրված փաստերն ու հանգամանքները եւ դա հիմքում ընկած փաստերը, հանգամանքները, փաստաթղթերը եւ ամեն ինչ։ Եվ վերջնարդյունքում սահմանադրական դատարանը ինքը վեր է լինելու բոլոր տեսակի ձևականություններից եւ երբ որ որոշումը կայացնի լիազորությունների շրջանակներում առասարակ տեսականորեն եկեք պատկերացնենք անվավեր է ճանաչելու որոշումը այստեղ վիճակով եւ անվավեր է ճանաչելու ընտրության արդյունքները չի կարող ձևական մոտեցում ցուցաբերել այս հարցին, օրինակ արդյոք ճիշտ է եւ ճիշտ ընթացակարգով է ընդունվել 259-ա որոշումը առանց ուշադրություն դարձնելու բովանդակությանը։ Իսկ բովանդակությունը դա այդ ողջ վարչարարությունն է, որը ընկած է, դա որը նախորդում է 259 որոշման ընդունմանը։ Այս առումով ես կարծում եմ, որ դատարանը ձեր մոտ է պետք է այդ համոզմունքը ձևավորել, որ ինքը զերծ է լինելու այդ ձևականությունը։ Իսկ բովանդակային քննարկման առարկա է դառնալու 259-ա որոշումը։ Չգիտեմ, այս պայմաններում պնդել 258-ա որոշումը եւս վիճարկելու կամ վարչական դատարանում վիճարկման հանգամանքով պայմանավորել այս գործի վարույթի կասեցումը։ Եթե դա այնուամենայնիվ առաջնայնություն է ձեր համար եւ պնդում եք միջնորդությունը, պնդեք, մենք լսենք դա մեր մյուս գործընկերներին, հասկանանք ինչ կարող ենք քննարկելու։ Պարոն Խաչատուրյանն էլ կարծես թե ասելիք ունի։ Ինձ թվում է մենք արդեն փաստացի սկսեցինք ըստ էության քննել այս միջնորդությունը, չնայած ոչ կողմերին էր ներկայացել, ես հասկացա, ոչ այլ դատավարական նախապայմաններն են ապահովել։ Ես առաջարկում եմ անցնել բուն գործի քննությանը, բուն վեճի, ինչ նկատառումների ձեռնելով, որովհետև ըստ սահմանման արդեն գործը սահմանադրական դատարանում է եւ առաջին վարչական դատարանը չի կարող այլ որոշում կայացնել, քան որը կտարբերվի սահմանադրական դատարանի տակ որոշումից, բացի այդ կապված նորմերի սահմանադրականության հետ, որոնք դեռևս պետք է կիրառվեն, կարծում եմ, որ վարույթը կարգավորվում է տվյալ պահին գործող օրենքով եւ բոլոր նորմերը այդ վարույթը սկսելու պահին թվում վիճարկող ունեն սահմանադրականության կանխավարկած, դրա համար առաջարկում եմ մենք անցնենք բուն քննությանը, մնացած միջնորդությունները կհավաքենք եւ ընթացքում քննենք։ Պարոն Շահյանյան, իհարկե, Շատ կարճ, ես համակարծիք եմ գործընկերոջ հետ, որ այս պահին բովանդակային քննարկում ծավալելու անհրաժեշտություն չկա, այնուամենայնիվ։ Պարոն Տրմեյան, վստահ եմ, քաջատեղյակ եք, որ ընտրությունների արդյունքների վիճարկում եւ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման վիճարկումը բովանդակային առումով միանգամայն տարբեր, այսպես ասած, կատեգորիաներ են։
Եվ հիմա չեմ ուզում խորանալ, բայց 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում անհրաժեշտություն առաջացավ այս սահմանազատումը դնելու, թեպետ եթե անկեղծ այդքան էլ հստակ չի առ այսօր։ Այնուամենայնիվ, սահմանադրական դատարանը հաջորդիվ ընտրությունների հետ կապված բազմաթիվ որոշումներում այս հանգամանքին հատուկ ուշադրություն է դարձրել եւ շատ չհեռանալով 2021 թվականի արտահերթ խորհրդանական ընտրությունների հետ կապված կրկին կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել էր երկու որոշումներ։ Եթե ճիշտ եմ հիշում 183A եւ 184A։ Եվ կրկին սահմանադրական դատարանով վիճարկման առարկա էր դարձել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 184A որոշումը։ Այստեղ ինչ խնդիր կա, ձևավորված պրակտիկա կա նաեւ այս առումով։ Ինձ համար ընդունելի կլիներ ձեր նշած մոտեցումը, եթե բարձր դատարանը վարույթ ընդուներ մեր դիմումը նաեւ 258A որոշման մասով, ցավոք սրտի այդ մասով վարույթ չի ընդունել, հետեւաբար որոշումը թողնում եմ ձեր հայեցողությանը։ Շնորհակալություն, պարոն Վարաշյան, դուք էլ արտահայտվեք եւ Ես գտնում եմ, որ այս հարցը այս բանի